Շատ մեծ ռիսկեր ունի եւ Հայաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ, որովհետեւ դա Տրամպի ծրագիրն է, ամերիկյան ծրագիր է, ուզում են ապշերոն թերակղզում ՆԱՏՕ-ի բազա դնել։ Սա այս ճանապարհը դրա համար վերցնում են իրենց վերահսկողության տակ, որպեսզի ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը չկարողանա ստուգել, թե ինչ բեռներ են տանելու, բերելու, չէ՞։ Սա ՆԱՏՕ-ի ծրագիր է։ Իսկ Հայաստանը այս ճանապարհով եթե բացվի գործի, Հայաստանը կործանված է, վերանում է որպես պետություն, որովհետև Թուրքին մենք շատ լավ գիտենք։ Նա սողոսկելու է, ամեն օրյա, ամեն ժամվա գալու են, չոբան են աշխատելու, չեմմանը մինչ են աշխատելու, տուն են դնելու, հետո լցվելու է Սյունիքը եւ Հայաստանը կործանում։ Բայց ամենալավ դասը դա պատմությունն է, դաս է տալիս, մեզ սովորեցնում է, որ ինչ պետք է անել։ Իսկ եթե չի կարողանում այդ ավանակը անել, դա արտուրիշ բան է։ Խաղաղությունը պետք է, բայց խաղաղությունը դա երկկողմանի բան, process է։ Եթե քո դիմացինը չի ուզում քեզ այդ խաղաղ ապրել եւ անընդհատ քո նկատմամբ ինչ որ ոտնձգություն է անում, այդ ինչ խաղաղություն։ Դա խաղաղություն չէ, դա ենթարկվել է, դա ստրուկության գնալ է։ Ոչ մի հերանեկար այդ Միջանցք կոչվածը, Միջանցք բառն էլ հանել են, որ իբր վիրավորական չթվա, Տրամպի ուղի, իբր, բայց Տրամպը Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի կողմնակիցն է, նա ՆԱՏՕ-ի ղեկավարն է, նա ուզում է Ռուսաստանը շրջապատել ՆԱՏՕ-ի բազաներով, դրա համար նրանց ծրագիրը դա շուտված ծրագիր է։ Հոբլը հիշում եք դուք, Ադրբեջանում Ամերիկայի դեսպան Հոբլից այդ նույն բանն էր անում։ Սա նույն բանն է, տես, երկար իբր Ռոբերտը դիմադրեց, Սերժիկը դիմադրեց, բայց վերջով իրենց մարդուն դրեցին եւ իրենց ստորուկին դրեցին եւ իրականացնում են այս ծրագիրը։